մտնելու համար, արտակարգ ռեժիմում ենք աշխատում, այո, մի շարք հարցեր ենք առանձնացրել, չէ, մոտ է Տիկին Զորաբյանը նման խնդիր չունի։ Այսպես, Տիկին Զորաբյան, ես ճիշտ ասած արդեն 2 ժամ եթերում եմ, չգիտեմ որտեղից սկսենք։ Ես եկեք սկսեմ մի կարևոր արձանագրումից, եթե թույլ տաք, որը վրիպեց, շատ հպանցիկ մի քանի գործիչներ անդրադարձան Գերմանիայում Նիկոլի արած զարհուրելի հայտարարությանը, որով Նիկոլը ըստ էության լեգիտիմացրեց արևմտյան Ադրբեջան գոյություն չունեցող հասկացությունը եւ գոյություն չունեցող արևմտյան Ադրբեջանը ըստ էության հավասարեցրեց Լեռնային Ղարաբաղի Արցախի հետ, որը եթե չլիներ 18 թվականի դագաղների իշխանազավթումը, ըստ էության հանրաքվեով ստանալու էր այլևս անկախ կարգավիճակ, այսինքն Արցախը լեգիտիմ ընտրված իշխանություններով պետություն էր, որի ճանաչման համար 30 տարի վարվում էին բանակցություններ եւ այսպես միշտ ապրել են հայեր, պատմական հայրենիք եւ մի օդի մեջ ստեղծված ինչ-որ մի հատ հիվանդ երևակայության ծնունդ արևմտյան Ադրբեջան, Ալիևի հիվանդ երևակայության ծնունդ եւ Նիկոլը ինչ է անում, դնում է նույն հարթության վրա։ Եվ այսպես, ուրեմն Գերմանիայում Նիկոլը դիմելով միջնորդավորված Ալիևին ասում է. առաջարկում եմ Ալիևին մշակել համատեղ ճանապարհային քարտեզ եւ համատեղ փակել արևմտյան Ադրբեջան, այսինքն Հայաստան, ադրբեջանցիների վերադարձի թեման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ արցախցիների վերադարձի թեման, սա հանցավոր հայտարարություն է, սա միջազգային ատյանները շոկի մեջ են Նիկոլի այս հայտարարությունից, ինչու, որովհետև արևմտյան Ադրբեջան ոչ իրավական, ոչ կիսաիրավական, ոչ որևէ ձևակերպումով հասկացություն չկա, մինչդեռ Լեռնային Ղարաբաղը դա ինստիտուցիոնալ, գրեթե այլևս միջազգային հանրության կողմից ընդունված ինստիտուցիոնալ պետություն էր, որի միջազգային ճանաչմանը բանակցությունները տանում էին դրան, եթե 18 թվականի դագաղներով իշխանազավթումը չլիներ։ Ես պնդում եմ, որպես միջազգային կառույցներում 15-16 տարի աշխատած գործիչ եւ հիմա էլ միջազգային կառույցների հետ շատ ինտենսիվ շփվող գործիչ, որևէ հարթակում Ադրբեջանը չի կարողացել արևմտյան Ադրբեջան հասկացությունը հիմնավորել եւ իրանք դա հիմա փոխել են հումանիտար լալահարաճ կոնտեքստում, որ հա, մենք հավակնություն չունենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, բայց մենք ուզում ենք, որ այնտեղ ծնված ադրբեջանցիները վերադառնան իրենց պատմական հայրենիք, իսկ Նիկոլ Փաշինյանը ըստ էության գոյություն չունեցող արևմտյան Ադրբեջանը բերում է, դնում է, հավասարեցնում է Արցախին, հավասարեցնում է եւ նույնիսկ եթե անգամ նայենք խորհրդային միության իրավիճակին, Արցախը Ադրբեջանում ուներ ինքնավար կարգավիճակ, իսկ արևմտյան Ադրբեջան հասկացություն ընդհանրապես չկա։ Ինչ է ասում Նիկոլը, ասում է Ալիև, արի դու 300,000 ադրբեջանցիներին մի բեր քո ասելով, քո պատմական հայրենիք, այսինքն ընդունում է Նիկոլը, որ կա արևմտյան Ադրբեջան զառանցանք, բրեդ, աբսուրդ, մենք էլ փակենք արցախցիների լեգիտիմ վերադարձի իրավունքը Արցախ, երբ որ 2003 թվականին Հաագայի դատարանը նոյեմբերի 17-ին ընդունել է բանաձև, իսկ Հաագայի արդարադատության վճիռները պարտադիր են կատարման համար, կոչ անելով Ադրբեջանին լեգիտիմ պայմաններ ստեղծել արցախցիների Արցախ վերադառնալու համար, ել չեմ խոսում ԱՄՆ կոնգրեսի բանաձևերը, Բելգիայի խորհրդարանի, Ֆրանսիայի խորհրդարանի, Շվեյցարիայի խորհրդարանի, Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի բազմաթիվ բանաձևերը եւ կոչերը եւ նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հայտարարությունները, որոնք կոչ են անում Ադրբեջանին ստեղծել անվտանգ պայմաններ արցախցիների վերադարձի համար։ Ավելին ուզում եմ հիշեցնել, որ նույն Շոլցի հետ, հա, Գերմանիայի նախկին կանցլերի հետ հանդիպման ժամանակ, երբ որ արդեն Նիկոլը Պրահայում փակել էր Արցախի թեման, նույն Շոլցը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի թեման
հակված չէ։ Սա ասել է, այո, սա ասել է գլոբալիստ Շոլցը անգամ այն դեպքում, երբ որ Պրահայում Նիկոլը ասեց Արցախը Ադրբեջան է եւ վերջսա կարծում եմ լրջագույն նվեր էր այս հայտարարությունը, որ եկեք դնենք նույն հարթության մեջ Լեռնային Ղարաբաղը եւ գոյություն չունեցող Արևմտյան Ադրբեջանը, սա ուղղակի ֆանտաստիկ նվեր էր, սենց ինչ ասեմ, ես ամանորյա նվեր էր, ամանորյա, ես չգիտեմ, ամենալավագույն նվերն էր, որ Նիկոլ Փաշինյանը տվեց Ալիևին, որովհետև մենք արդեն տեսնում ենք, որ միջազգային բազմաթիվ հարթակներում ադրբեջանցի падգամավորները ցիտում են Նիկոլին, ասելով, որ նույն Հայաստանի վարչապետն է ընդունում Լեռնային Ղարաբաղի եւ Արևմտյան Ադրբեջանի նույնական կարգավիճակները գոյություն չունեցող Արևմտյան Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի, որը բանակցությունների արդյունքում կրկնում եմ, եթե չլիներ 18-ի դագաղներով իշխանազավթումը, ստանալու էր հանրաքվեով, կապ չունի այդ հանրաքվեն երբ կլինի վերջնական կարգավիճակ, իսկ մինչև հանրաքվեն ունենալու էր միջանկյալ կարգավիճակ, որի ատրիբուտիկաների մասին մենք բազմիցս խոսել ենք, ընդհուպ միջանկյալ կարգավիճակ ունեցող Արցախը ԵԱՀԿ-ում ունենալու էր իր ներկայությունը, ունենալու էր իր բանակը, ունենալու էր իր անկախ ընտրված լեգիտիմ իշխանությունները։ Սա իսկապես, գիտեք, սա ոչ թե ոչ պրոֆեսիոնալիզմ է, շատերը նայում եմ, քննարկում են, ասում են, դե չի հասկանում դրա համար ասել, ոչ, սա դիտավորություն է, սա հանցավոր դիտավորություն է, կրկնում եմ, բնության մեջ չլսած տերմինոլոգիան Արևմտյան Ադրբեջան, որը մենք տեսնում ենք նախորդին էլ նայում եմ, ինչ որ մի հատ կին ադրբեջանցի բլոգեր, որը ունի մեծ լսարան, դիմացը դրել է երևի լակած, դիմացը դրել է բասարգեչար, Սևանի նկարով գինի, Բաքվում արտադրվող, պատին դրել է Սևանի նկարը եւ ասում է շատ քիչ մնաց, մենք շուտով վերադառնալու ենք եւ վերադարձնելու ենք մեր պատմական գոյության նկատի ունենալով Սևանը։ Վերջերս, օրեր, ինչ վերջերս, երկու օր առաջ Ռուբեն Բաբայանը, Մարիամ, դա ցուցադրեք մեկ վայրկյան է ընդամենը, Ռուբեն Բաբայանը առաջարկեց, որ ուրեմն հիմա մի հատ լսենք այս թուրիմացությանը, ինչ առաջարկում, եւ շատ հետաքրքիր առաջարկ արեց նաեւ Լարիսա Ալավերդյան, ասեց դենաս մեզ տանում է բան, մեզ տանում է ասեց միջնադար եւ ինչ առաջարկեց ինչ անել ինկվիզիցիա միջնադարյան եւ սա Միքայել Սրբազանի վերաբերյալ կապսոլ խիստ ամբողջ խոսելու համար 2 տարեկան եւ այդ տեսակետից միգուցե դու դառնալ բայց կարողակի ներմուծել Իրանից Աջավիչով իրական փետերով խփել Չէ, ինչի գործ չեն սարքում, շատ հետաքրքիր է։ Հիմա ասենք դու պատկասես ես ասեին առա։ Ոչ նոմա պատմում ստացվեց։ Եվ կարծում եմ մեր շատ ամբողջ խոսողները, եթե իմանային, որ նման պատիժ գոյություն ունի, հա, դիպատավորում, կխուսափեին դրանից։ Ոչ մի անգամ կնշանակեր 10 դիպոտ, մյուս անգամ 15, մյուս անգամ հրապարակային դիպատավորում, ոչ թե դրանից հետո քո քաղաքական հայացքներ արտահայտել։ Բարդ։ Ուրեմն սա այս բանձիկով բաբչկայով անձնավորությունը, որտեվ կարծում եմ շատերը չեն ճանաչելու, ինձ էլ հարցնում էին, երբ որ իմեջում տեղադրեցի, թե սա ով է, հա, դե բնակչության մեծ մասը չի ճանաչում, սա, ուրեմն սա, հենց սա, որտեվ ինքը ով չի, ինքը սա է, սա Հայաստանի Տիկնիկային թատրոնի երկարամյա ղեկավարն է, Սորոսի, ուրեմն ակտիվ ներկայացուցիչներից մեկը, ով խորհրդի անդամ, ով էս հայտարարությամբ կատարել է ըստ էության քրեական հանցագործություն, որովհետև կոչ անելով ճիպոտահարել այո, սա կոչ անելով Ռուբեն Բաբայանը Սորոսի խորհրդի անդամ ուղիղ եթերով հանրայինի մեր եւ ձեր հարկերից վարձատրվող սնվող հանրայինի եթերում կատարել է քրեական հանցագործություն, կոչ արել, ճիպոտահարել Միքայել Սրբազանին, ավելին վիրավորել է Սրբազանին երկու հոդված, մեկը ուրեմն բռնության կոչ ճիպոտահարել, երկրորդը վիրավորանք, ասելով ամբախ զամբախ
խոսում է եւ ամբախ զամբախ խոսացողին պետք է ինչպես Իրանում ներմուծել այդ ճիպոտահարման ինստիտուտը եւ ճիպոտահարել։ Հիմա եկեք տեսականորեն պատկերացնենք, որ հենց հիմա այս եթերից ես ու Տիկին Թովմասյանը կոչ անենք օրինակ ճիպոտահարել ամբախ զամբախ խոսացող Ռուբեն Բաբայանին, ինչ կլինի 10 րոպե հետո այս եթեր կմտնեն քննչական կոմիտեից եւ կասեն լավագույն դեպքում տեսնելով որ կինենք քաղաքավարի կհրավիրեն, ասելով որ ուղիղ եթերում հնչելա բռնության կոչ, բայց եթե Արմեն Գրիգորյանի նման լինի, մի հատ բոլոր տեսախցիկների առաջ կբանկանեն, նվաստացնելով հանրայինով ցույց կտան։ Փաստորեն այս մարդը հնչեցնում է բռնության կոչ, ասելով որ պետքա ճիպոտահարել Միքայել Սրբազանին, որտեղ ինքը ամբախ զամբախ խոսել է։ Այս մարդը Ռուբեն Բաբայան, Սորոսի խորհրդի անդամ, հարց իրավապահ համակարգ, մարդը բռնության կոչ է անում, ճիպոտահարելը Իրանի քրեական օրենսգրքով ընդունված պատժի միջոց է ճիպոտահարել, հետո եթե դա չի օգնում, տանել կախաղան բարձացնել, այս մարդը ըստ էության բռնության կոչ է անում, եւ երկրորդ Սրբազանին վիրավորում է, ասելով որ լավ բարձրագույն ֆանտաստիկ կրթություն ստացած Միքայել Սրբազանը ամբախ զամբախ խոսում է, ինչի այս մարդը չի հրավիրվել քննչական, այո, ինչի չի հրավիրվել քննչական բռնության կոչի համար, կրկնում եմ, մենք այստեղից կոչ անեինք ճիպոտահարել Ռուբեն Բաբայանին, շալվարը իջացնելու ճիպոտահարել, 3 վայրկյան հետո մենք այլևս կհրավիրվեինք քննչական որևէ քաղմաս բռնության կոչի համար եւ մարդու արժանապատվությունը նվաստացնելու համար, սա է չէ իրավապահ համակարգ, ձեր երկակի ստանդարտները, Facebook-յան գրառման համար իրավապաշտպան եք պարկացնում Պոլին, ես չգիտեմ ինչի համար, Դալմայի ավտոկայանատեղիում 4 հոգի ծեծում են քաղաքագետ Միհրան Հակոբյանի եւ ինչ եղավ, հարգելի հայրենակիցներ, ուրեմն այդ 4-ին գտան, ովքեր 4-ին էլ գտան, շատ արագ, ովքեր ծեծել են, ջարդել են Միհրան Հակոբյանի քիթը, ջարդած քիթը համարվել է թեթև մարմնական վնասվածք եւ 4-ին էլ դատարանի դահլիճից ազատ են արձակել։ Բա որ այդ բանդայից մեկի նկատմամբ անեին, բանդա ես չեմ ասում, այդ սրբազաններ իրանց որակավորությունը բանդա է, բա որ այդ բանդայի անդամներից մեկի ջարդեին, հիմա ինչ էր արել այս հիստերիկը։ Քիթ ջարդելը, ջարդված քիթը դա ծանր ուրեմն մարմնական վնասվածք է եւ դա ենթադրում է մի քանի տարի ազատազրկում, այսինքն քաղաքագետի 4 հոգի դիմակավորված հետևից քաղաքագետի ազգային ժողովի նախկին պատգամավորի, հա, ես մոռացել էի, որ ինչի մասին է խոսքը, տարել են մեդիա կամպանիայի նաև 4 աներից տնօրեններից տերերից մեկը, մի մոռացեք, որ նաև այդպիսի անձ է։ Այո, ուրեմն 4 հոգի հարձակվում են շակալի նման հետևից։ Այո, եթե 4-ը մեկի վրա դուք շակալ եք։ Այո, թիկունքից հարձակվում են միայն շակալները, միայն գիշատիչ բորենիները, դիմակավոր հարձակվում են դիմակներով, ջարդում են Արժանախքին պատգամավոր Միհրան Հակոբյանի քիթը, դատարանը դա համարում է թեթև վնասված, այո, գլխին են հարվածում եւ այլն, եւ դատարանի դահլիճից այդ անձինք 4-ներ, որին շատ արագ գտել են։ Ուրեմն դու ինչն ես խրախուսում Նիկոլ, բռնություն, սպանություն, սամասուտ, կարող ենք ասել, որ խրախուսում ես։ Ինչ նորություն կա Փարաքյալի համայնքապետից։ Ոչ մի։ Ահա, բացարձակապես։ ուրեմն ինչ եք անում դուք, խրախուսում եք։ Հիմա տեսեք, այս թեման մենք անցանք, բայց Մեհեր Մկրտչյանը լավ էր գրել, ճիպոտահարող գազան տղամարդը, էդ իզուր փոխեցիր Մարիամ նկարը։ Սերժ Սարգսյանի օրոք նրա հայացքը փնտրելուց հալվում էր, միայն բանտիկներ երևում, Ռուբեն Բաբայանի մասին ասում։ Հիմա առաջարկումը ճիպոտահարել Միքայել Սրբազանի այլախոսներին լուրջ, բազմաֆունկցիոնալ Բաբայանին հիմա արդեն օգտագործում են եկեղեցու դեմ, չեմ կարծում, որ դա կփոխի վերաբերմունքը իր հանդեպ հայ-թատերական աշխարհում, փառատոնը, արտասահման գնալա դե Սորոսա, բյուջեա, բանա, դրանք կարևոր բաներ են, երբեմն հավատքից ավելի կարևոր։ Այո, ցավոք սրտի, այո, բայց գիտեք, ես միևնույն է, մնում եմ անուղելի լավատես, այս ճիպոտահարելու կոչ անողների
պատասխան տալու անպայմանորեն գալու է եւ ես գերագույն ես դաժան մարդ չեմ բայց գերագույն հաճույքով եմ ըմբոշխնելու դատարանում հայկական Նյուրնբերգում սա էլ է նստելու անպայման, որովհետև մինչ այս կատարված բոլոր հանցագործությունները արդարացրել է, ոչ միայն արդարացրել է, այլև գովազդել է, այլև հիմա կոչ է անում ճիպոտահարել Միքայել Սրբազանին, մարդկանց է վիրավորել, ես կրկնում եմ գալու է հայկական Նյուրնբերգի ժամանակը եւ սրանք բոլորը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, որտեղ մենք ամեն ինչ պիտի անենք, որ փողոցում սրա եւ սրա նմանների հետ հաշվեհարդարներ չտեսնեն, մեր երկրում այլևս դագաղների շուրջպար չի պիտի լինի, մեր երկրում այլևս փողոցներում սամասուդներ չի պիտի լինի, սրանք բոլորը դատապարտվելու են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով եւ իրան չի փրկելու անգամ, սրա հետույքը չի փրկելու անգամ իր Սորոսը, որի գրասենյակները ես հույս ունեմ շատ մոտ ապագայում Հայաստանում փակվելու են, բայց ես մի խնդրի եմ ուզում անդրադառնալ։ Բայց ես մի հարց տամ, հետո դուք ազատ շատ հետաքրքիր առաջարկ էր Արմեն Աշոտյանը, ինչպես ասում են երկու ձեռքով համաձայնենք, որ ինչպես Բելարուսի օրինակը եղավ, որ պիտի դա լինի, բայց նաև հարց գործեք Ինչու չեն գործում, որ ասում ենք պիտի գնանք դեսպանատներին դիմենք, ասենք, որ տեսեք, միանգամից 125 քաղբանտարկյալի ազատ արձակեց, ում խնդրանքով, ում պահանջով, ինչ պայմանավորեցին Թրամփի մեջ։ Էնին Թրամփի, որ շոյում է ձեռքն է սեղմում Նիկոլի եւ ոչ մի խոսք մեր գերիների մասին։ Եվ այդ չեմ ասում, այս ամբողջ տերոր ահաբեկչությունը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ուրեմն գաղտնիք չէ եւ դա փաստ է, որ միջազգային հարթակներում երեք երկիր է մշտապես համարվել բռնապետություն, դա Ռուսաստանն է, դա Բելարուսն է եւ դա Ադրբեջանն է եւ ահա բռնապետություն համարվող Բելարուսում, որի ղեկավար Լուկաշենկոն մշտապես համարվել է բռնապետ, Թրամփի խնդրանքով Լուկաշենկոն ազատ է արձակել 123 կալանավորի բանտարկվածի, որոնց մեջ մեծ թիվ են կազմում քաղաքական հայացքներով բանտարկյալները եւ հիմա հարց Հայաստանի իշխանություն այդ որ նոր դեսպան եք նշանակել կամ որ Թրամփի ուղի եք գցում Արման Թաթոյանն էլ առաջարկում է Սևլիջը անվանել Թրամփի կնոջ բյուզգալցերի կրծքալի անունով այդ չեք կարում դիմել Թրամփին, որտեղ ես ավելի քան վստահ եմ, որ այո, եթե մենք կարողանանք համակարգված ձևով Բաքվում խոշտանգվող մեր ռազմագերիների հարցը դեպ առաջիկա օրերին հրապարակվելու է նաև սա տեղեկատվություն փոխանցեմ Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, որին եւս դատապարտելու են ՑՄԱ ազատազրկման, բա դիմեք Թրամփին, բա Թրամփի տրաս եք գցում, Թրամփը վկա է կանգնում Հայաստան, Ադրբեջան, ասում է բրոկերեն վկայեմ խաղաղության, իբր խաղաղության համաձայնագրին, բա այդ համաձայնագրից առաջ դիմեք, պահանջեք, որ որևէ խաղաղություն չի ստորագրելու, միջև բրոկեր, միջև միջնորդ Թրամփը չդիմի Ալիևին եւ Բաքվում գտնվող մեր 23 ռազմագերիները, որոնցից 15-ը Արցախի քաղաքական էլիտան են, ազատ չարձակվեն եւ չգան Հայաստան, ես ավելի քան վստահ եմ եւ միանում եմ առաջարկին, որ մենք իզորու ենք, այո, մենք կարող ենք եւ դա պիտի անել հենց առաջիկա օրերին Միացյալ Նահանգների դեսպանության մոտ մեծ համաժողովրդական բողոքի ուրեմն եւ նաեւ կոչի հավաք կազմակերպել, որտեղ հավաքված կլինեն տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ, որpիսի այո, Միացյալ Նահանգները, ով հայտարարում է ամեն առիթով, որ ես եմ Թրամփը հայտարարում է, որ ես եմ արժանի խաղաղության մրցանակի, որովհետև բերել եմ այս երկու հակամարտող կողմերին մեկ սեղանի շուրջ, չի կարող լինել խաղաղություն, եթե Բաքվի բերդում խոշտանգվում են հայ ռազմագերիներ եւ նորից պիտի ահազանգեմ այլևս ընդմիշտ կտրվածա կապը լիբանանահայ Վիգեն Էյուլջեքյանի հետ եւ ընտանիքը այո ոչ մի տեղեկատվություն չի կարողանում ստանալ, ես կնոջ հետ կապի մեջ եմ, մենք այլևս չգիտենք Վիգենը ողջ է թե մեռած է
է, որովհետև վերջի տեղեկատվությունը այն էր, որ նա չի կարողանում այլևս քայլել, հրաժարվում են նրան տեղափոխել Բաքվի հիվանդանոց, նրա ոտքերը այլևս անզգայացած են եւ միայն կլուչնիկները նրան տալիս են թեյ, այն որ Ալիևը ասում էր, հայերը մեծ խոսում էին, ասում էին գալու ենք Բաքվում թեյ խմենք, հա, եկել են եւ Բաքվի բերդում մենք այնքան մեծահոգի ենք, որ իրանց բոլորին թեյ ենք տալիս։ Չէ, բայց ես լավ է, նաև ճիշտ է, Արմեն Աշոտյանը 2 տարի բանտված էր, սարսափելի պայմաններ եւ այլն, բայց այս խոսքերը առաջին հերթին հենց պետք է ուղի սեփական կուսակցությանը, հանրապետականին, այս խոսքերը պիտի ուղի հայեղափոխական դաշնակցությանը, որովհետեւ այս իմաստով պարապ-սարապ ոչինչ չի արվել, չգիտեմ ինչի դուք վախեցել եք, չեք գնացել միայն դերասանություն չանեք, ասեք որ պարտադիր պիտի 30,000 լինի, դուք կարող եք 100 հոգով գնալ, 50 հոգով գնալ եւ պարբերաբար հետեւողական դուք կարող եք բազմից շատ լավ է արել, դրա համար ասեմ Արմեն Աշոտյանին դուրս եմ անում եւ ողջունում եմ այս առաջարկը, բայց ձեր կուսակցությունը հանրապետականը թերացել է, հայեղափոխական դաշնակցությունը թերացել է, երկրորդ նախագահի թիմը թերացել է եւ առհասարակ քաղաքական ուժերը հետեւողական թողել մի հատ 20 օր շարունակ 500 հոգով գնային ԱՄՆ դեսպանատուն, ասեին այ կապիկ, Թրամփես ինչ ես, այնտեղ ասում ես քրիստոնյաներն ենք պաշտպանում, չգիտեմ, բրավո Նիկոլ Փաշինյան, մյուս կողմից էլ բան ես անում, ասում ես բրավո Նիկոլ Փաշինյան, երբ որ ինչ են անում քրիստոնյաներին Բաքվի բանտում, առավել եւս ինչ են անում քրիստոնյաներին եւ մեր սրբազաններին Հայաստանի բանտում։ Հիմա ուզում եմ, չէ, այնպես որ օդի մեջ մի խոսեք, պարոն Աշոտյան, լավ եք արել, բայց հետեւողական եղեք ձեր ուժի հետ միասին, այլապես այնպես ճիշկա ստացող մի հատ կուսակցություն եք մնալու, ինչպես մնացած ընդդիմադիր գործիչները այս 2 տարում տեսնում ենք, այդ իմաստով մի հատ ձևական 1-2 ակցիա են անում, մի ժամանոց ու վերջանում է։ Այդպես չպիտի լինի։ Այս օրերին հավատացնում եմ ձեզ, նույն Եվրոպայում, Բրյուսելում Արմենը, եկեք փակագծեր չբացել, ֆանտաստիկ աշխատանք կատարել, 200 հոգով հետևողական մեկ ամիս շարունակ թող գնան անեն, մեկ ամիս շարունակ կամ 10 օր շարունակ։ Գիտեք ինչ աբսուրդ եմ էլի ուզում անդրադառնալ, նայում եմ այս հանգստյան օրերին ամբողջ սոցիալական ցանցը սենց մի հատ ընդվզում աճղում եք ձեզ, այս ինչ այլանդակ արձանա, Սևակի այս ինչ այլանդակ արձանա, Թոքմաջյանը քանդակել, տարել են դրել են Զանգակատան գյուղի դպրոցի Սևակի անվան դպրոցի առաջ։ Գիտեք աբսուրդ է, Զանգակատունից մի քանի կիլոմետր են կողմ Տիգրանաշենը հանձնվելու է, կպած Տիգրանաշենը հանձնվելու է, դա ձեզ չի մտահոգում, շշմելու եք դուք ժողովուրդ, դա ձեզ չի մտահոգում, ձեզ մտահոգում է, որ Թոքմաջյանը վիձիտիլի աղավաղել է Սևակի դեմքը, բայց որ Տիգրանաշենին կպած Զանգակատան գյուղին կպած Տիգրանաշենը հեսա տալու են Թուրքին, ես չտեսա, որ դուք դենց ձեզ ճղեք, դենց ոգևորվեք, ակցիաներ կազմակերպեք, ասեք երթով շարժվում ենք Զանգակատուն, այդ արձանը հանեք, դուք ադեկվատ եք, թե չէ ժողովուրդ, ես երբեմն զարմանում եմ, ես ուզում եմ հասկանալ, այս ինչ է կատարվում մեր հանրային գիտակցության հետ, որ մենք պատրաստ ենք ազգովի դուրս գալ, կոչեր են հնչում, գնանք, տապալենք, այդ Սևակի արձանը ջարդենք ամոթ Թոքմաջյանին, բայց երբ որ Զանգակատան կողքի Տիգրանաշենը առաջիկայում բանտիկը կապած տալու են Թուրքին, ձեզ դա չի մտահոգում, վրեժ էիք ուզում լուծել Թոքմաջյանից, ասեիք Թոքմաջյանը մի հատ էլ Նիկոլի արձանը այդ ձևով քանդակեր, վրեժը կլուծվեր, կպրծներ, հա, էսա, անենց քանդակեր Սևակից ավելի վատ, այդ մեկը ճիշտ է, հիշի, այո, Թոքմաջյան, եկեք հանգանակենք, գիտեք կոչ եմ անում, կազմակերպենք հանգանակություն, տանք Թոքմաջյանին, առաջին հանգանակության նվիրատվությունն էլ ես կտամ, ես ու Տիկին Թովմասյանը, հենա Մայրամն էլ կտա, Թոքմաջյանը քանդակի Նիկոլին, մեր սիրտը հովանա, բայց ժողովուրդ, Տիգրանաշենը հանձնում են Զանգակատան կողքի, դուք Սևակի արձանի, Սևակի, չգիտեմ, պռոշները այնքան է սիրուն չի քանդակ է, դրա վերաբերյալ ազգային բողոք, ազգային ցասում եք հայտարարում։ Հիմա ուզում եմ վերադառնալ եկեղեցուն, որտեղ այսօր տեսա, Նիկոլ Փաշինյանը ուրեմն կայքա բանա բացել, տեղյակ չեք նոր արել, ուրեմն ես չեմ հետևում։ Այո, ինչ արել, հա, ուրեմն էջ է բացել Նիկոլը
բարենորոգում կետեեմ եւ սկսվել է համազգային ստորագրահավաք նպատակը որ ազգը միանա ինչպես իրանք են ձևակերպել վեհապարին հանգստի ուղարկելու նոր վեհապար ընտրելու եւ ուրեմն ազգային եկեղեցին հայ առաքելական ազգը չէր միացել ստորագրավակ որ Նիկոլին հեռացնելիս քանի 100,000 ստորագրություն հավաքվեց մի հատ դու գնա այդ ստորագրությունների դարդը քաշի որ ազգը հիմա որ քեզ վռնդի շատ մի հատ տխուր անեկդոտ պիտի ասեմ էլի աբսուրդ է բայց իրականում մեր իրավիճակը շատ է բնորոշում Թրամփը ասում է մենք ամենահզոր բանակը ունենք Նեթանյահուն ասում է Իսրայելը ամենաժամանակակից զենք ունի Խոմեյնին ասում է Իրանը բալիստիկ հրթիռներ ունի իսկ ինչ ասում Նիկոլ ասում է կաթողիկոսը երեխա ունի սա աբսուրդ է չէ այս անեկդոտը Սա անեկդոտ է, իրապես անեկդոտ է, ամբողջապես բնորոշում է մեր երկրի ողբերգության վիճակը։ Չէ, էլի չի կարող ասել, որտեվ այն 10 սատանաները, որ իր հետ են իմիջիալես դուք էլ ձեր էջում եք դրել, հիմա կարող ենք նաև այդ հուդաներին ցույց տալ։ Ես ասեմ նաև այդպես օթում կախված բաների, այս Սիոն Սրբազանը ունի երեխա ապրում է հյուսիսային պողոտում Ամեն ինչ հնարավոր է եւ Վազգեն Սրբազան ունի հիմա եթե գալիս են ձեր կողքը նախ այդ կուսակրոնությունը պիտի վերանա դրա մասին չենք խոսում եւ շատ լավ է որ բոլորը երեխա ունեն ու դա մեր գործը չի հաստատ մեր գործը չի եւ անգամ անհարմար է որ մենք քննարկենք խոսենք իրենց բանը ժողովում թող որոշեն ոնց որ ժամանակին որոշել են չի կարելի կարող են որոշել կարելի է ինչ որ այա սա համենայնպես մեծ մեղք չի բայց եթե այդ կողքդ կանգնած են ասենք Կոտայքի մարզի այն մյուսը դրա մասին չես խոսում նույն Նավազարդ Կճոյանը Նավազարդ Կճոյան մի հատ բան ասեմ էլի հա Նավասարդ Կճոյան գիտես հայկական ժամանակում քոկլիչկան մենք ինչ էինք դրել կճեպ այո քոկլիչկան կճեպ էր եւ մենք այսպես քանի որ դու մեր հայկական ժամանակի երևի եթե 3 ամենա արգահատելի պերսոնաժ կար որի դեմ Նիկոլ Անթատ նյութ էր գրում եւ մենք գնում էինք դա դու ես ասենք մենք միմյանց հետ շփվելուց հոգեշ չէինք ասում սրբազան դու ինչ սրբազան Նիկոլն ասել դու ինչ սրբազան ոնց կարա Բենթլի ունեցողը եւ չգիտեմ մյուս նաեւ սրբազաններին նկատի ունենալով այո սիրուհիներ կանայք չգիտեմ այդ օֆշորային սկանդալներ ունեցողը լինի սրբազան Պարզա չէ որ դու չես կարող լինել սրբազան մեղա դու ինչ սրբազան Պարզա չէ որ երբ որ ձեզ բոլորիդ այդ տիրադավներիդ Նիկոլը օգտագործելու ավարտելու է վեհապարի դեմ ձեզ բոլորիդ շպրտելու է չասեմ էլի ավելի վատ բառ հարգելով առայժմ այն հագուստը հոգևորականի որ կրում եք Տիկին Զորաբյան եւ եկեղեցին է պղծելու ավիրելու ինքը միտեղ լսում էր խմբագիր ժամանակ $100 կար հետևից մարդեր ուղարկում դուք պատկերացնում եք այս եկեղեցական գանձեր հարստություններ տարածքներ եւ այլն նախ այդ առումով է խժռելու հայ առաքելական եկեղեցին թուրքերի հրահանգով կործանելու է հայ առաքելական եկեղեցին ձեզ էլ ստորացնելու նվաստացնելու է այսինքն բոլոր պարագայում այս 10 հուդաներ դուք շահելու ոչ մի բան չունեք որովհետև եթե մնում է ինքը դա է անում հետո բերում է թուրքերին եւ եթե թուրքերն էլ եկան པարզ է չէ ձեզ հետ ինչ անել այսինքն որևէ պարագայում եթե դուք միանայի գոնես ազգային թևին հայ առաքելական եկեղեցում պայքարեք որ այս թուրքական ուժերից ազատագրվենք հələ ձեր խիղճը մի քիչ աստծո առաջ կամ մի քիչ բան կլինեիք էլի այո ես հասկանում եմ որ ձեզ սպառնացել են որ կկալանավորեն ինչ որ կոմպրոմատներ Սրբազանից լավն է Բագրատ Սրբազանից Արշակ Սրբազանից այսօր քո նման է անում նառա որ շատ լավ ցույց տվեցիր որ սենց արել է չափնել ասում է այսքան է ինչ որ դրա չափը լցրել են մեջը ու տասից արել գնացել դրել է Արշակ ամոթ դրանից հետո Սիոնն է գնացել արել ասա մի հատ բանը խուժան Կճոյանի ձերքի տակի բանը վազվզող Սրբազանն է էլի ասել է մի հատ վազվզի գնա երեք մի հատ Նիկոլի առաջ բան արա բայց մորան լավ լսի Սիոն Սրբազան ինքը հենց Աֆյորինն է իր մո Սուրբ Սարգիսում չեն զեղչել կաթողիկոսյանը բայց ինքը Սիոնին ուղարկել է այնտեղ գնացել կանգնել է այնտեղ զեղչել հիմա ո՞նց հասկանանք սա եւ այդ հասկանում եք դուք ոչ միայն Աստծուն չեք հավատում 10 տիրադավ ճակերտավոր սրբազաններ, որտեվ մեղք է,
մեծ մեղք է ձեզ սրբազան ասելը, ոչ միայն ձեր մեջ Աստված չկա, որտեվ եթե դուք Աստծուն հավատայիք, դուք Նիկոլից այսքան չէիք վախենա, դուք չկաք անգամ քաղցկեղով հիվանդ Միքայել սրբազանի չափ, դուք չկաք անգամ միջև 20 շաքարը բարձրանում է կալանավայրում Բակրատ սրբազանի, դուք չկաք անգամ այն մյուս սրբազանների, Մկրտիչ սրբազանի, որ ինչ դաժան պայմաններում են ինչ դաժան պայմաններում են Չէ, բայց ո՞նց է դիմանում վեհափար հայրը, վեհափար հոր եղբորը կալանավորել են, եղբոր տղային կալանավորել են, մյուս եղբոր նկատմամբ քրեական գործը, ո՞նց է վեհափար հայրը դիմանում ու այս կամ կեղտ եք գցում, այս արշավը սկսել եք, գիտեք ինչ են անում քահանաների նկատմամբ։ Ես գիտեմ, ինչ է տեղի ունենում, այսինքն քահանան կարող է դիմանալ, դուք ձեր արևին սրբազան եք, չէ, փողնա, շահնա, թուրքա, այս բոլորը ժամանակին չի բացառում, որ բոլորն արդեն այն վերբով ոնց են ասում, հավատարմագրված մարդիկ են եղել, հավաքագրված մարդիկ են եղել մակունցներով, չգիտեմ, թուրքերով, ինչերով, հիմա հարմար պահն է եկել է, բայց կարող է նաև մոլորյաններ են։ Ես չեմ կարծում, չէ, նայելով, չէ, գիտեք, Մոլորյալը իրան կարող է վատ բան եմ ասում, Մոլորյալը իրան հետո այլ կերպ կպահեր, Մոլորյալը գուցե դա հուդաներ, Մոլորյալը գուցե դա հուդան էր, որ 30 արծաթով ծախվեց, հետո գնաց իրեն կախեց։ Իրանք մոլորյալներ չեն, իրանք բոլորը գիտակցված դասալիքներ են, գիտակցված դավադիրներ են, ովքեր դավաճանել են առաջին հերթին Աստծուն, կամ իրականում նրանց մեջ Աստված չի էլ եղել, բայց ես ուզում եմ նաև Դուք լսեցիք Գևորգ Սրբազանի հետ կապված, որ ինչեր պատմեցին, որ այս անձը գժանոցում է, դրանց նկարներ Դիրմարյամ, հա։ Այո, վեհափարը ուղարկել է այս վթար է եղել, վթարից հետո ով է իր կյանքը փրկել։ Իմիջիալոց այս Գևորգ Սրբազանը ես աչքալուսանք ունեմ, ձեր նախկին սաները, ովքեր ձեր պատճառով, ձեր թալանի, ձեր ապիկար, ինչա, կառավարման պատճառով, այո, հեռացվել են, նրանք բոլորը պատրաստ են առաջիկայում գալու են սրա բոլոր ստորությունները, խարդախությունները, գողությունները ներկայացնել են, որ ինչպես իր պատճառով մի ամբողջ կուրս հեռացվել է, այսօր շատ բաներ են բացահայտվելու։ Ես կարծում եմ այդ քահանաները, որոնք հեռացվել են, որտեվ անարդարորեն հեռացվել են եւ կպատմեն այդ ամենը եւ Ճեմարանի սաները բոլորը կպատմեն այստեղ, ես հույս ունեմ դες հարթակը կտրամադրվի, թե այո, մենք տեսանք, որ նաև հրապարակվեց, որ հոգեկան շատ լուրջ խնդիրներ է ունեցել Գևորգ Սրբազանը, Սրբազան ասելուց ամեն անգամ խաչակնքում եմ, որտեվ դուք ինչ Սրբազան, դուք շարքային դասալիքներ եք, վեհափարը ուղարկել է սրան բուժվելու, հետո լրջագույն էլի բաներ է պարտակել, ավտովթարներ եւ այլն եւ ահա այս մարդիկ, ովքեր վեհափարի այսպես բաց ձեռքից հաց են կերել, կյանքը վեհափարը փրկել է, առաջի դավաճանները եղան, գիտեք ինչ որտեղ Նիկոլը դարձավ են լակմուսի թուղթը, որ մենք բացահայտեցինք, որ մեր գեներալները գեներալներ չեն, որ կարան մի օր հայտարարություն անեն, պահանջեն Նիկոլի հրաժարական 2 օր հետո գնան գենշտաբում, կանգնեն Նիկոլին չեստան։ Բայց մենք նաև բացահայտեցինք, որ մեր վեհափարը իսկապես բարձր վեհափարը, որ պատմության մեջ, որ մեր գեներալները իսկապես բարձր ինչ են անում Բաքվի բանկում, եւ այդ գեներալները չեն երկու երեք։ Մեր նախագահները ինչպիսին են, նաև սա բացահայտվեց, չէ՞։ Բայց բացահայտվեց նաև մեր մտավորականների, չէ՞, ինչքան վախկոտ ողորմելի են, չէ՞։ Այս Սորոսի խորհրդի անդամը վկա, հասկանում եք, Հայաստանի ստեղծագործական միությունները վկա, Էդվարդ Միլիտոնյան, այն մյուսների անունը չգիտեմ, նենց չի, որ ձեզ շատ եմ սիրում, դրա համար եմ ձեզ առանձնացնում, դիմում եմ կենտրոն, Երևանի փոքր կենտրոնում, ամենասիրուն շենքերում նստած, հա, թողլի լավ կանից, տեղ ես կասեմ, բրավո Նիկոլ, դրանց ձեռից պտի խլես, որովհետև դու էլ գիտես, որ այդ տարածքների 90%-ը տալիս են վարձակալության եւ ըստ օդում կախված լուրերի, այդ գումարները գնում է իրանց գրպանը, բա ձեն հանեք, բա մեր հոգևորական էլիտան է գլխատվում, Հայաստանի ստեղծագործական միությունների ղեկավարներ, թե վախենում եք, ոչ թե վախենում եք, այլ այո,
վախենում եք, որովհետև չեք ուզում, վախենում եք ձեն հանեք, Նիկոլը մի հատ բացի այդ գործերը ասի այդ որ Բաղրամյան պողոտայի ես սիրուն 1000 տարվա շենքում նստել ես Միլիտոնյան կամ նկարիչների միությունը կամ կոմպոզիտորների կամ թատերական գործիչների միությունը բոլորը փոքր կենտրոնի շքեղագույն շենքերում տարածքների 90%-ն էլ տված է վարձականության։ Բայց այդ որ թուրքերը գան էլ որ բան ցույց չեն տալու, այդ բազա չէ ինչ են անելու։ Դե Տիկին Թոմասյան մտածում են փող կուտակեն կփախնեն Եվրոպայից։ Ալավերդյանը ճիշտ էր ասում, ասում են բա ինչի այդ գիտակցումը չունեն, ասում են պարզ ինտելեկտ չունեն, որտեղ չի կարող մի քիչ մարդ ուղեղ ունենա եւ չհասկանա որ գալիս են թուրքերը, այս մարդը բերում է եւ իրականում ճիշտ են ասում, ոչ մի բան մտածում են 2 կոպեկ կուտակեն գնան, չգիտեմ իսպանյաներում, չգիտեմ ոչ, դե կոնֆորմիստից բացի Չէ, եթե թուրքը գա իրան կարանան Թուրքի հետ լեզու գտնեն, էդ էլ կանեն Հայաստանի գրողների միության վերևը կանվանվի Ադրբեջանի կամ Արևմտյան Ադրբեջանի գրողների միություն, Էդվարդ Միլիտոնյանն էլ կլինի Ադրբեջանի գրողների միության նախագահան, ձեռի հետ էլ կասի դեստեղ փոքրամասնություն կա ազգային հայ գրողներ, եկեք մեկու մեջ դրանց գրքերն էլ տպենք։ Իդեպ վերաբերում է պարզապես մյուսների անունը չգիտեմ, կոմպոզիտորների, թատերական գործիչների, նկարիչների միության, հասկանում եք, այո, այս առումով Նիկոլը լակմուսի թուղթ էր, որ ձեր տեսակի այն ինչ անունը Տիգրան Մանսուրյան, այն Փելեշյան, Թոփչյան, այն մյուսը Էլբակյան, այն ամենամեծը 90 քանի տարեկան Չեքիջան, ձեր բոլորի դեմ այսպես լակմուսի թուղթ եղա, որ ասեց, «Էս չի ձեր մտավոր եւ հոգեվոր էլիտան», բայց այո, մեր մտավոր եւ հոգեվոր էլիտայի մեջ կան նաեւ այո բացառիկ մարդիկ։ Բայց ինքը տեսեք, ասում է, «Էս չի, դուք եսեք»։ Հիմա ինքը ուզում էր ասել, «Էս չի», բայց տեսանք, չէ, էս չի, մեր գեներալները տեսակ Բաքվի բանկում, չէ, էս չի, տեսակ մեր վեհապարը, որ չգնաց պետք է անել։ Բացառիկներ կան։ Դե հիմա էս չի, Նիկոլ, բա ինչ է, չէ, ներողություն, շատ լավ բան ասեցիք Տիկին Զորաբյան։ Էս չի։ Տեսար Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը, Արշակ Սրբազանը, Մկրտիչ Սրբազանը, հարյուրավոր քահանաներ, որ ստորագրել են եւ ինչ են անում հրաժարվել։ Շիրակի ամբողջ թեմը, Վարդան Ղուկասյան, Մասիսի քաղաքապետ, Փարաքյարի քաղաք տեսար Նիկոլ, որ այդպիսիք էլ կան, ինչ ես անում դու իրենց դեմ, դե տենց գնա կռվի, դե տենց հրապարակային ժողովրդավար ձևով, դե հանրային բանի դուրս արի, ինչ ես անում, սպանել, կալանավորել, ձերբակալել, չգիտեմ ինչ անել, վախեցնել, կոմպրոմատները շատ որ այդ չեն, հենց որ այդպիսիներին ինքը հանդիպում է, մեր ազգերից չի որ մեռած ավարտված վերջացած է, բա սա դիմադրություն, բա Միքայել Սրբազանը այդ քաղցկեղով հիվանդ, սա դիմադրություն չի, որ չի հանձնվում, այո, տեղափոխելու են հիվանդանոց, միջև չէ, բանը դատական նիստ կա 3 ամիս Բագրատ Սրբազանը դիմադրություն չի, Արշակ Սրբազանը չգիտեր, որ ասուլիս չէր անում եւ չէր ասելու հերացի բանը կարող էր այդպես հանգիստ մնալ, բա դա դիմադրություն չի։ Արշակ Սրբազանը ընտրեց այդ ճանապարհը, չէ։ Իմիջիալոց են մեծա գլուխ, ինչ ես Ալեքսանյանը, Վահագն Ալեքսանյանը բանն առած ընկել, այ տղա գնա մի հատ քեզ նայի, քո կեցվածքը նայի, քո ընտանիքը, քո նկարագիրը, ու դու ընդհանրապես մտածի Արշակ Սրբազան անունը իրավունք ունես տալու թե ոչ, ու այս մեր կալանավորված Սրբազանների անունը իրավունք ունես տալու թե ոչ։ Այո, ես ուզում եմ, որ մեր Հականիկոլ Ճամբարի քաղաքական ուժերը թմբիրից դուրս գան։ Սա վերաբերում է նաև ինձ, նաև բոլորիս հերիքա։ Ժողովուրդը հոգնել է հարցազրույցներից, ժողովուրդը հոգնել է խոսքերից։ Դեն առաջարկ արեց Աշոտյանը, վաղվանից սկսեք։ Դե արեք, վաղվանից Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ հայ-հեղափոխական դաշնակցություն Ռոբերտ Քոչարյան, ձեր թիմը, դե գնացեք, դե արեք։ Ես պատրաստ եմ եւ Տիկին Թովմասյանը պատրաստ է լինել առաջի գծում։ Ես իմ գործը նաև միջազգային հարթակներում անում եմ, բայց դա բավարար չի։ 2-3 հոգով մենք չենք կարող միջազգային կառույցներում Ադրբեջանի այս համատարած այս լավայի նման, որ եվրոպական կառույցը մտնում ես հենց ֆոյեից գրքերը շարած է Ադրբեջանի ֆինանսավորած, որ Արցախում ոչ մի հայկական մշակույթ չի եղել, որ այնտեղ չուց լինի հայել չի եղել, դրան գենետիկ ալբանացիներ են, այդ մշակութային ժառանգությունը սաղ ալբանական է, սրան պիտի հակազդել մեծ ճակատով, այո, եղել է առաջարկ, սկսել Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց ամենօրյա ցույցեր, պիկետներ, որպեսզի ինչպես Լուկաշենկոն
մի քանի օր առաջ ազատեց Թրամփի Մեր ձևովին էլ եմ սա ասում, գնացեք կոնկրետ բանով զբաղվեք, այդ արեք, գնացեք 10 օր շարունակ արեք, թիթեռ բռնելը թողեք, կոնկրետ զբաղվեք դրանով։ Այո, շնորհակալ եմ։ Եվ այս բաներով էլ ես դուք էլ եք ձեր էջում դրել, մենք կարող ենք վեր կենալ ու սա պատատվի, որտեղ անվերջ դուք նայեք, տեսեք այս հուդաները, որ ում ձեռքն են բռնել եւ ինչ են անում։ Այո, սա պետքա բոլորը տեսնել։ Սրանք 10 տիրադավներն են։